Ռաֆայել փաստորեն Գերմանիայի նախագահը ներողություն խնդրեց։ Պետք է փաստենք ցավոք, բայց այո, ես այդքան ներողության մասին չեմ ցավում, որքան այն ցնծության, որ տեղի ունենում Ադրբեջանում, որովհետև ցանկացած փոքրիկ տարր ադրբեջանցիները կարողանում են խաղարկել մեծ հաղթանակ, տեսակ, Ալիևը մեկ բառ ասեց եւ Գերմանիայի պես երկրի նախագահը ներողություն խնդրեց։ Երեք այո տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը լուսանկար է հրապարակել սոցցանցում Արցախի դրոշի պարունակությամբ, այստեղ մի հատված անգամ բառացի առանձնացրել եմ, ուրեմն Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին, բայց այնտեղ հիմնականում հայեր են ապրում, հակիրճ գրառում էր արել պարոն նախագահը, եւ դրանից հետո ադրբեջանական կողմը հիստերիա բարձրացրեց, որ հա, այս ինչ է եւ այլն, անգամ Լեռնային Ղարաբաղ վարակապակցությանը դրա խնդրեմ տվեցին եւ այսօր այո, պաշտոնապես ներողություն խնդրեցին, ավելի ներողության հայտագիրը պաշտոնական կայքեջում է զետեղված, Գերմանիայի մի քանի այլ պաշտոնյաներ են միացել ներողության եւ ինքնին իհարկե դա տհաճ է, ինձ որպես մեդիայի մարդ հետաքրքրում է այդ մեր կողմի այսպես միջամտությամբ է նման բան արել Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, թե զուտ sense բարի կամքի Միգուցե պատահականության արդյունքում Չեմ կարծում Գերմանիայի նախագահը քաղաքական այն կերպարն է, որ պատահական որևէ բան անում է, բայց նա քաչ գիտակցում էր, որ դա Բաքու կատարած այցից ժամեր առաջ նման բան անելը հղի է հետևանքներով եւ արդյոք Գերմանիայի նախագահը ներողություն խնդրելը շատ ավելի հաճելի պահեր, քան ասենք ում պիտի սիրաշահեր կամ սիրահետեր, ինչ ստացավ Գերմանիայի նախագահը, մանավանդ մենք տեսանք, թե կառավարության դեմքերի, թե նախագահի հետ հանդիպելիս Գերմանիայի նախագահը խոսեց Հայաստանի քաղաքական կամքի մասին, վճռականության մասին, որ Հայաստանն է ինիցիատորը, որ համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերը, այլ կերպ ասած Հայաստանն է զիջել, ինչ զիջել է, Հայաստանն է զիջել։ Դրա համար ինչու պետք է նա հրահարեր Ադրբեջանի վրթովմունքը եւ մի հատ էլ այսպիսի ամեն ինչի մեջով անցներ, դրա համար ընդհանրապես սա դիտարկում ենք որպես բռնապետության հերթական հաղթանակ, որովհետև Ադրբեջանը, որը տարածաշրջանի ամենաբռնապետական երկիրն է, հերթական անգամ ամրագրում է իր խոսքը, որ պիտի ներողություն խնդրի եւ ժամեր անց մենք տեսանք, որ ներողություն խնդրեց, բնականաբար այնտեղ բավականին մեծ այսպես դրական կերպով այդ ամեն ինչը լուսաբանվում, ահա, տեսեք, մեր նախագահը եւ այլն, եկեք խոստովանենք, հայկական կողմը լիներ, օրինակ մեր իշխանության որևէ ներկայացուցիչ Գերմանիայի պես երկրին ասել, պետք է ներողություն խնդրել ժամեր անց, գրավոր եւ բանավոր ներողություններ, մենք եկեք ցնցայինք, եկեք լինենք անկեղծ։ Եվ ընդհանրապես բռնապետության մասին խոսելով, ամփոփելով նաեւ միտքս, բռնապետությունը առաջին անգամ չի, որ հաղթանակում է եւ ընդհանրապես հիմա մենք տեսնում ենք ժողովրդավարության անկում ոչ միայն տարածաշրջանում, մենք տեսնում ենք ժողովրդավարության անկում ամբողջ աշխարհում։ Եվրոպայում ենք տեսնում պարոն Օրբանի եւ ոչ միայն իր այսպես դերակատարմամբ, մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների պես երկիրը, որ տեսեք ինչ բարամթերք է օգտագործում եւ դրա համար Հայաստանում տեսեք ինչ կատարվեց, Վրաստանում ինչ է կատարվում, այսինքն այն ժողովրդավարական տարերը, որի մասին մենք խոսում ենք, Եվրոպա, արժեքներ եւ այլն, տարական մի հատ փոքր ընտրություն է լինում եւ երևում է ժողովրդի տրամադրվածությունը։ Եվ ընդհանրապես դեմոկրատիայի եւ արժեքների մասին խոսելով կիրթ ցենզ ունեցող հասարակություններն են հակված ժողովրդավարության։ Դրա համար շատ մի նեղվեք, որ բռնապետությունը եւս մեկ անգամ հաղթանակ տարավ Գերմանիայի պես նախագահից ներում կորզելով։ Շնորհակալություն։